Հարգելի քաղաքացի, մասնակցելու եք եկող խորհրդարանական ընտրություններին եւ եթե մասնակցելու եք ու գաղտնիք չէ, որ քաղաքական ուժին եք ձեր քվեն նախընտրում տալ։ Դե դա ոչ թե ասեմ գաղտնիք, կարող եմ արտահայտվել, կարող եմ ասել, բայց ես ավելի բարձր մակարդակի գնահատում եմ ձայնը տալ այն ազնվորությանը, ովքեր երկրի համար աշխատանքներ են տանում, երկրի համար մեծ գործեր են վերցրել իրանց ուսերի վրա եւ ուզում են տանել զարգացման, ուզում են մակարդակ բարձրացնել պետության, դա հարգելի է։ Ես գտնում եմ, որ ես իմ ձայնը կտամ վարչապետ, ներկայիս գործող վարչապետին, Նիկոլ Փաշինյան։ ՔՊ-ին։ Ինչու եք ձեր ձայնը հենց քաղաքացիական պայմանագրին տալու։ Ինձ դուր է գալի այդ ամեն հարցը, ինչ կազմակերպում են իրան։ Անպայման մասնակցելու եմ։ Ներկա իշխանությունների կատարած բարեփոխումների մասին որպես քաղաքացի ինչ կարծիք։ Քաղաքացի դրական կարծիք ունեմ, այո, շատ վերափոխումներ են եղել, քաղաքի տեսքը, դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես բոլորն են ասում, ես էլ եմ տեսնում, որ կա բարեփոխումներ։ Պետք է մասնակցեմ անպայման։ Այն ով որ թոշակառուներին այսքան բանն անում է 65+-ը տվեց, թոշակները բարձրացրեց, աշխատավարձները բարձրացրեց, դպրոց մանկապարտեզները վերանորոգեց։ Արժևորում ավելի գնահատում։ Դե գիտեք ինչ կա, այսօր գնահատելը նա է, որ դպրոցը իր տեղը, մանկապարտեզը իր տեղը, ճանապարհները, ամեն ինչ իր տեղը, բայց քանի որ այսօրվա կառավարությունը մեզ տանում է դեպի զարգացում, դեպի կուլտուրա, որը մեզ անհրաժեշտ է եւ դպրոց, եւ մանկապարտեզ, քանի որ պետության հիմքը եւ հիմա, եւ նախկինում, եւ բոլոր ժամանակներում հանդես է եկել դպրոցը որպես պետության հիմք, մարդ պետքա կիրթ լինի, որպեսզի իր երկիրը ղեկավարի։ Հիմա ով կղեկավարի, եթե կիրթ է, իմ համար ինչ տարբերություն, ով կղեկավարի։ Թող կիրթ մարդը ղեկավարի, թող իմ պետությանը տեր լինի, մենք ունենանք պետություն, մենք չդառնանք թափառաշրջիկ, ունենանք պետություն, իմ պետության մեջ, եթե մի քիչ սովածել մնամ, դա ոչինչ։ Որը սոված մնալու հարցը ստեղ ոչ մի դեր չի խաղում, աշխատի ապրի։ Այսօր բաներ կա, որ մենք ումից ենք պահանջում կամ խի պահանջենք, եթե ոտքի վրա ենք, եթե մարդ ենք, ապրում ենք, եթե ընտանիքի տեր ենք, մենք առաջի հերթին պետք է մտածենք մեր ընտանիքի գոյության, պահպանման, գոյատևման համար, որպեսզի մեր ընտանիքը պահենք։ Հիմա շատ նեղ պայմաններ, որ ընկնեմ, ենթադրենք, որը այսօր հնարավոր չի, որ այդ աշճանի ընկնես նեղ պայմաններ, որովհետև աշխատանք էլ կա, որովհետև ամեն ինչ էլ կա։ Հնդկաստանից 5-6 հազար կիլոմետր մարդիկ ճանապարհ են կտրել, եկել են, հիմա թե մեր երկիրը զարգացնում են, թե շինարարություն են անում, աշխատում են մարդիկ, որը դա գնահատելի է։ Իսկ այսօր սոված մնալու կարիք չկա, եթե սոված հնարավոր չի մնամ, կաշխատեմ կապրեմ, իմ ընտանիքը կպահեմ։ Իշխող կուսակցությունը նաև իր ընդդիմախոսների համեմատ այսպես խաղաղության կարևոր քայլն է առաջ տանում, գիծն է առաջ տանում։ Դուք որպես քաղաքացի ինչպես եք այդ ամենը ընդունում։ Շատ ճոխ ու լրիվ համաձայն եմ իրանց պայմանների հետ, որ սա ստեղծել են, ամեն ինչը նորմալ է, բանակի հետ կապված ամեն ինչը ես էլ եմ ունեցել ծառայող, սա ընտիր վիճակ, ես վատ բան չեմ տեսել, որ Խաղաղությունը շատ մեծ բան է, մանավանդ հայ ազգի համար, որտեղ մենք շատ արավիկներ ու չարիքներ ենք տեսել։ Խաղաղությունը ինձ թվում է աշխարհում չի կարող մարդ լինել, որ չսիրել խաղաղությունը։ Զորահանդեսից տեղյակ եք, տեսել եք համացանցով կամ լսել եք դրա մասին, որ անցկացվեց մայիսի 28-ին։ Հա, տեսել եմ, շատ լավ զորահանդես էր։ Ճիշտ է, ես չեմ կարողացել իջնեմ հրապարակ մասնակցեմ այնտեղ, բայց ես տելևիզորով նայել եմ, շատ լավ էր։ Հեռուստացույցով դիտել եմ եւ ինձ շատ դուր է եկել, որ կար կենսամակարդակ, կար կուլտուսես, նայում ես եւ հպարտանում ես, որ
քո երկրի մեջ կա բանակ զարգացած, թե իրանց հագուստով, թե իրանց տեխնիկայով, ես ինձ շատ հպարտ եմ զգացել, շատ լավ։ Տեսել եմ, հիացած եմ, լսել եմ, հասկացել եմ, որ մենք ընկած ժողովուրդ չենք, որ են ասма մեծնայով հենց ինքն ենք աստեղից ոտքի կանգնում։ Կենթան եմ գնացել տեսել։ Եվ ինչպիսի տպավորություններ ու զգացողություններ ունեիք։ Շատ հպարտացած եմ դրանով։ Դե եք ասացեք, որ այս օրերին նաև մարզահամերգային համալիրում ցուցադրվելու են հայկական արտադրության այն զինատեսակները, որոնք չեն ցուցադրվել զորահանդեսի ընթացքում։ Տեղյակ եմ։ Եվ որ լինի այդ էլ կմասնակցեմ։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ձեզ հետաքրքրում է մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների բանավեճերը, հեռուստաբանավեճերը։ Օրինակ 3 տեղի էր ունեցել նման բանավեճ։ Դուք տեսել եք եւ ինչպես եթե տեսել եք կնկատեք, որ ընդդիմությունը ամբողջությամբ մեղադրում է այս իշխանություններին, ՔՊ-ին։ Դուք եւս կիսում եք նրանց կարծիքը այդ քննադատությունների մասով։ Դե ասենք որպես դա ասենք քաղաքականություն է, որը ես այդքան չեմ դատում, չեմ հասկանում, ես ասենք իմ հասկացածի չափով, իմ մակարդակով կարող եմ մի քանի բան ասել, հիմա գիտեք ինչա ոնց է, եթե բան ես անում, աշխատում ես երկրիդ համար, աշխատող մարդուն ոնց կարելի է թերագնահատել կամ անուն դնել կամ բան անել։ Չգիտեմ, հիմա իրանք կարծիքն ունեն։ Ընդդիմադիրը իր կարծիքն ունի, դիմադիրը իր կարծիքն ունի։